Ժողովուրդն ասում է սուտը, գողությունն ու անբարոյականությունը 40 օրվա կյանք ունեն։ 40-ը կարևոր թիվ է, հետո կքննարկենք ինչու։ 40 օր առաջ սկսվեց պատերազմը Իրանում։ Ինչ է սա նշանակում աշխարհի համար։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Եկեք քննարկենք դա։ Առաջին հայացքից ինչ ենք մենք տեսնում։ Երկու կողմերն էլ վերջերս մի 24 ժամ առաջ, երբ համաձայնվեցին երկշաբաթվա զինադադարի, երկու կողմերն էլ իրենց հաղթող են հայտարարել։ Մի կողմից Միացյալ Նահանգները, մյուս կողմից Իրանը։ Հետաքրքիր է, որ Իսրայելը դա չի մեկնաբանում, քանի որ Իսրայելը բնականաբար պատերազմի կարևորագույն կողմն է, եթե ոչ ամենակարևորը, այո։ 86-ամյա Այաթոլլահ Խամենեիի փոխարեն Իրանը հիմա գլխավորում է 56-ամյա Այաթոլլահ Խամենեին։ Օրմուզի միջանցքը, որի մասին աշխարհը գաղափար չուներ, որովհետև անցումն այնտեղ անվճար էր, հիմա դարձավ համաշխարհային առևտրի, քաղաքականության եւ պատերազմի կենտրոն, եւ Իրանը ամեն մի անցնող նավից պահանջում է $2 միլիոն։ Եվ սա նշանակում է, որ նավթի, գազի եւ ինչու ոչ, ընդհանրապես առևտրի գները աշխարհում կամ գոնե մեր տարածաշրջանում թռել են տիեզերք, որովհետև ամեն մի բարելին, այսինքն նավթի տակառին, ամեն մի համակարգչին, որոնք մտնում էին Չինաստանից կամ Հնդկաստանից արաբական երկրներ եւ այնտեղից էժան գնով վերավաճառվում էին, այդ թվում նաև Հայաստան, այդ ամեն ինչին հիմա պետք է գումարել դրանց բերող նավի $2 միլիոն։ Սարսափելի անկում է ընկնում ապրում արաբական երկրների, հատկապես Էմիրատների, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Բահրեյնի, Կատարի, ոչ միայն առևտուրը, տնտեսությունն ընդհանրապես, այլ օրինակ Արաբական Էմիրատների զբոսաշրջիկ տուրիստական բիզնեսը, անշարժ գույքի շուկան, սա ահռելի մեծ փոփոխություններ է բերում։ Փոփոխություններ է բերում նաև բուն նավթի գինը, որը ուղիղ ազդում է Միացյալ Նահանգներում ներքին քաղաքական իրավիճակի վրա, նույնը Եվրոպայում, նույնը Ճապոնիայում, Հարավային Կորեայում։ Շուտով մենք կտեսնենք, որ նույնը նաև Հայաստանում։ Ինչ է ստացել Միացյալ Նահանգները։ Ամենակարևորը անգամ այն չէ, որ նահանգները, ինչպես անզգուշորեն արտահայտվում է Թրամփը, քարեդարի մեջ են մտցնում Իրանը, ռմբակոծելով ենթակառուցվածքները, կամուրջները, էլեկտրակայանները։ Ամենակարևորն այն, որ դա վերջնականապես պառակտում մտցրեց, անջրպետ սարքեց Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև։ Դա բերեց նրան, որ Միացյալ Նահանգները հայտարարում են ՆԱՏՕ-ի վերջի մասին, որովհետև իրենք սպառնում են դուրս բերել ամերիկյան զորքերը Եվրոպայից, որտեղ դրանք կանգնած էին 1945 թվականից 80 տարի համարյա։ Եվ այս ամենը նշանակում է, որ աշխարհի աշխարհաքաղաքական կենտրոնները վերաբաշխվում են, վերադասավորվում են։ Ժամանակավոր կարծես թե շահել է Ռուսաստանը, որտեղ նավթի գինն է բարձրացել, բայց դա խիստ ժամանակավոր է, որովհետև նավթի պակաս աշխարհում չկա։ Սա նավթի խնդիր չէ,
սա տրանսպորտային ճանապարհների խնդիր է եւ այս առումով պետք է հիշել մի կարևոր բան։ Պատերազմները սովորաբար ոչ թե նավթի համար են վարվում, որտեղ կա այդպիսի տարածված կարծիք, ոչ, ճանապարհների համար, ճանապարհների, որով անցնում են տվյալ դեպքում նավթը, գազը, բայց մինչև նավթ ու գազը շատ ու շատ այլ ապրանքներ անցնում էին կամ չէին անցնում ճանապարհներով եւ ահա որտեղ է խնդիրը, որտեղ է Հայաստանի դերը այստեղ, որտեղ է Հայաստանի տեղը եւ մնում է արդյոք այդ տեղն ընդհանրապես։ Մի պահ, երբ պատերազմը հյուսիսում Ուկրաինայի տարածքում եւ պատերազմը հարավում Իրանում փակեց օդային տարածքը, մենք տեսնում ենք, դուք էլ եք երևի տեսնում, ինչպես են համաշխարհային օդային չվերթները նեղացել եւ փոքր վտակով անցնում են Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ընդ որում Հայաստանով անցնում էր բավական փոքր մասը, որտեղ թուրքերը գերադասում էին վրացական ճանապարհը Սևծով, Վրաստան, հետո Ադրբեջան, բայց ամենայն դեպս Հայաստանը մնում էր այդ հնարավոր չվերթների տարածքի մեջ։ Արևմուտք-արևելք ճանապարհը անցնում էր այս տարածքով։ Իրանը չի պարտվել պատերազմում։ Իրանը մոբիլիզացրել է իր դիմադրության ներուժը, բայց երբեք չմոռանանք մի բան։ Մենք կրկին տրվում ենք կարծրատիպի եւ այս բախման մեջ միանշանակ մեր հասարակության զգալի մասը երկրպագում են ճակերտներում, եթե նման վիճակում այս խոսքը ընդհանրապես կարելի է օգտագործել Իրանին, մեզ համար հասկանալի հարևան երկրին, չմոռանանք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ, դեկտեմբերի վերջին, Իրանի ժողովուրդը զանգվածային ապստամբություն սկսեց եւ Իրանի այսօրվա վարչակազմը տասնյակ հազարավոր մարդ, ես վախենում եմ այդ թիվը արտաբերել, որովհետև մենք չենք կարող դա ապացուցել, սակայն Իրանից հնչում են տասնյակ հազարավոր զոհերի մասին տեղեկություններ, եւ դա ոչ թե պատերազմի զոհեր են։ Նկատի առեք, պատերազմի ընթացքում, որը տևում է 5 շաբաթ, զոհերը Իրանի տարածքում շուրջ 2000 են, եւ ճշով մեծամասնությունը դա իսլամական գվարդիան է եւ քաղաքական ղեկավարությունը։ Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը այս չափի պատերազմի համար անչափ փոքր է։ Հիշենք մեր 44-օրյա պատերազմի թվերը։ Եվ համեմատենք այդ տասնյակ հազարների, որ 2-3 օրվա մեջ Իրանի ժողովուրդը կորցրեց իր իսկ ոչ թե ոստիկանության, այլ իսլամական գվարդիայի հարվածներից, կրակոցներից։ Ուստի չզարմանանք, երբ որ լսում ենք, եւ դա ճիշտ է, որ Իրանի ժողովրդի զգալի մասը մեծ ոգևորությամբ է ընդունել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները, որովհետև իրենք ընկալում են դա որպես ազատագրվելու հնարավորություն։ Ես հասկանում եմ, որ լսողների մի մասը կզայրանան հիմա այդ խոսքերից, բայց դա իմ կարծիքը չէ։ Դա փաստեր են եւ դա կարելի է ապացուցել, որովհետև 47 տարվա վարչակազմը Իրանի ժողովուրդը դիտում է որպես բռնապետություն։ Իհարկե դա չի նշանակում, որ իրենք ողջունում են օտար երկրների ներխուժումը, որը տեղի չի ունենում, բայց պատերազմը այնուամենայնիվ դաժան է, դաժանագույն եւ ի վերջո մարդիկ չեն կարող ապրել անգամ
կողքին ընկնող կամ պայթող ռումբերի եւ հրթիռների պայմաններում, որովհետեւ ուշ թե շուտ այդ հրթիռները ընկնելու են նաեւ անմեղների գլխին։ Այդպես որ դժվար է ասել ով է հաղթել, կարելի է ասել ով է պարտվել։ Պարտվել է այն աշխարհակարգը, որը գոյություն ուներ դեռևս 5 շաբաթ առաջ։ Այո, արդեն կար Վենեսուելայի հայտնի դեպքը, արդեն տարիներ 4 տարուց ավել է գերտերություններից նախկին գերտերություն Ռուսաստանը լկտիաբար փորձում է ոչնչացնել Եվրոպայի ամենամեծ պետություն հանդիսացող Ուկրաինան, արդեն եղել է Արցախի հայաթափումը եւ հայրենազրկումը եւ 44-օրյա պատերազմը, բայց ողջ աշխարհը դրանից դեռևս չէր ցնցվել, հիմա ցնցվում է։ Հիմա խարխլված է ողջ աշխարհի վերջին 8 տասնամյակների կարգը։ Ուժի օրենքը հակադրվում է օրենքի ուժին։ Եվ այս պայմաններում մնացել է ընդամենը մեկ ուժի կենտրոն, որը հակադրվում է այդ նոր ստեղծվող իրավիճակին եւ հակադրվում է ոչ միայն խոսքերով, այլ գործով։ Դա Եվրոպական միությունն է։ Եվրոպան շտապ զինվում է, մոբիլիզացվում է, փակվում է, հաշիվ է տալիս եւ հաշիվ է առնում, ստուգում է ով է իր իրական եւ ով է կեղծ ընկերը, բարեկամը, դաշնակիցը եւ գործում է։ Ամենա պարզ օրինակներից բերեմ երկուսը։ Եվրոպան շատ կոշտ ու միանշանակ մերժում է Վրաստանի կառավարությանը, ասելով, որ դուք խաբում եք սեփական ժողովրդին, ասելով, որ տանում եք նրան Եվրոպա եւ փորձում եք խաբել մեզ։ Բազմամիլիարդանոց վարկեր դրամաշնորհներ ստանալուց հետո դուք այդ ամենը մսխեցիք, գողացաք, կերաք եւ հիմա ենթարկվում եք Ռուսաստանին։ Երկրորդ օրինակն է Հունգարիան, որտեղ առաջիկա կիրակի օրը 16 տարի կարծեմ իշխող Վիկտոր Օրբանը մրցելու է հերթական իր ժամկետի համար Պետեր Մադյարի հետ, ով միանշանակ Եվրոպամետ ուժերն է գլխավորում եւ որը այս պահին հարցումներով զգալիորեն կարծեմ 1 միլիոն ձայներով անցնում է Վիկտոր Օրբանին։ Եվ Եվրոպան ուղիղ կանգնել է ընդդիմության կողմը, որովհետև տեսնում է, որ Վիկտոր Օրբանը ծառայում է, եւ դա ապացուցված է, գաղտնալսումներ են հրապարակված, ծառայում է Պուտինին։ Եվրոպական գաղտնիքները հանձնելով նրան, ու միաժամանակ տեսեք ով է բացի Պուտինից աջակցում Վիկտոր Օրբանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը գտնվում էր Բուդապեշտում եւ ուղիղ կոչ էր անում քվեարկել Օրբանի օգտին։ Օրբանի, որը տարիներ շարունակ արգելափակում է եվրոպական ֆինանսական եւ ռազմական օգնությունը Հայաստանին, ով լավագույն ընկերն է Իլհամ Ալիևին եւ ոչ միայն վաճառել է նրան մարդասպան ադրբեջանցուն, ով սպանել է մեր քնած սպային Բուդապեշտում, այլ նաև հաճախում է թուրքալեզու պետությունների հավաքներին, վեաժողովներին եւ միաժամանակ այսպիսով ծառայում է եւ Ալիև Էրդողան եւ Պուտին, երկու բռնապետական կենտրոններին, եւ Եվրոպան նրան մերժում է, Միացյալ Նահանգները եւ Պուտինը նրան աջակցում են։
եզրակացություններն արեք ինքներդ։ Եվրոպան 2 տրիլիոն եվրո է ծախսում արդեն հիմա վերազինվելու համար, Գերմանիան մոբիլիզացնում է հարյուրավոր հազարներ իր Bundeswehr բանակ, 1 տրիլիոն այդ եվրոներից ծախսում է մենակ Գերմանիան, ասեմ ձեզ, որին արգելված էր տասնամյակներով ունենալ բանակ, ուժեղ բանակ, եւ հիմա այդ արգելքը հանված է։ Եվրոպան միանում է Մեծ Բրիտանիան։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ 67% բրիտանացիները ձգտում են վերադառնալ Եվրոպա եւ այդ թվի 86%-ը կազմում են 18-ից մինչև 25 տարեկան երիտասարդները։ Այս համար շտաբ Եվրոպայի Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնում Իսլանդիան։ Կանադան եւ Ավստրալիան հայտարարել են ռազմական եւ տնտեսական միասնության մասին Եվրամիության հետ։ Հնդկաստանը ազատ տնտեսական գոտի է հայտարարել Եվրամիության հետ, այսինքն մեր ռազմավարական հեռու մոտիկ գործընկերները ձգտում են դեպի Եվրամիություն։ Մեր թշնամիները հեռու մոտիկ հակադրվում են Եվրամիությանը։ Եվրամիությունը հայտարարում է, որ պաշտպանում է օրենքի ուժը, պաշտպանում է մարդու իրավունքները եւ ազատությունները, ընդդեմ բռնապետությունների։ Ինչու եմ ես սկսել Իրանի մասին խոսել եւ անցել եմ Եվրոպային, որովհետեւ Եվրոպան դեմ է Իրանում տեղի ունեցող պատերազմին։ Եվրոպան տարբեր երկրները տարբեր են, վարվում օրինակ Իսպանիան միանշանակ մեղադրում է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, նույնը անում է Իռլանդիան, այլ երկրները ավելի զուսպ են, Լեհաստանը գերադասում է հայտարարություններ չանել հակաամերիկյան, Եվրոպան տարբեր է, Եվրոպան թույլ է տալիս կողմնորոշվել համաձայն անդամ երկրների ազգային շահերի, բայց Եվրոպայի միավորված որոշումն է, ազատությունը, ժողովրդավարությունը, դա դրսի ճնշմամբ չի բերվում, դա ժողովրդի կամքը պետք է լինի։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում ոչ միայն այն պատճառով, որ մենք չենք ցանկանում որևէ կերպ պատերազմ Իրանում։ Մեր սահմանը Իրանի հետ չի կարող փակ մնալ, դա մահ է, տնտեսական մահ է եւ կախվածություն թուրքերից եւ ռուսներից։ Մենք տարիներ կորցրեցինք չկառուցելով գազամուխ, երբ որ Միացյալ Նահանգները ուղիղ խրախուսում են դա։ Հայաստանը միակ երկիրն էր, որին թույլ էր տրված Միացյալ Նահանգների կողմից, չնայած ի հեճուկս միջազգային պատժամիջոցներին Իրանի դեմ, Հայաստան ուներ այդ արտոնությունը, մենք կարող ենք եւ ոչ մի բան չարեցինք, չհաշված փոքրիկ խողովակաշար, որը վերջին 8 տարիներին էլ չդարձավ մեծ, այդպես որ մենք վերին աստիճանի շահագրգռված ենք, որ Իրանը պահպանվի, հանկարծ չտրոհվի, ինչպես տրոհվեց Սիրիան եւ Իրաքը, որպեսզի տեղի չունենա թուրքալեզու Իրանի մասի վերամիավորումը Բաքվի Ադրբեջանի հետ եւ Թուրքիան Ադրբեջանով եւ հյուսիսային Իրանով հանկարծ չստեղծի այնպիսի թուրանական իրավիճակ, որտեղ Հայաստանն արդեն դատապարտված կլինի ոչ թե տեսականորեն ինչպես հիմա, այլ բառի բուն իմաստով։ Մենք պարզապես ոտի տակ ենք ընկնելու։ Եվ սա շատ իրական վտանգ է։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունը այս վտանգի առջև։ Մեզ հայտարարում են, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, հետևաբար նաև Թուրքիան։ Ես
Պարկեշտ խոսքեր չունեմ մեկնաբանելու այսպիսի անհեթեթություն։ Ես պարզապես ուզում եմ, որ մենք ոչ մի վայրկյան չմոռանանք։ Դա ոչ միայն հիմարություն է, դա սուտ է։ Մենք ունենք երաշխավոր, որը պատրաստ է իր վրա վերցնել մեզ օգնելու պարտականությունը, եւ բազմաթիվ անգամներ դա ապացուցել է։ Ավելին, այն հանգամանքը, որ Հայաստանում հիմա չկա պատերազմ, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի գործարքն է, ինչպես մեզ փորձում են համոզել ԿՊՀ-ականները, ոչ։ Դա արդյունք է նրա, որ 2022 թվականի նոյեմբերից Հայաստանի սահմանների վրա Սյունիքում եւ ամբողջ արևելյան մեր սահմանի երկայնքով պարեկային ծառայություն է կատարում Եվրոպական միության խաղապահ դիտորդների առաքելությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որպես Եվրոպական կուսակցության նախագահ, սա գլխավոր, եթե ոչ միակ պատճառն է նրա, որ ադրբեջանցիները վերջի 4 տարիների ընթացքում 22 թվականից 22 թվականի աշնան օրերից մինչև 26 թվականը չեն հարձակվել Հայաստանի վրա։ Իրանի պատերազմը ավարտված չէ։ Իսրայելի համար դա գերխնդիր է։ Իսրայելը ձգտում է ոչ թե քանդել Իրանը, տրոհել, այլ հասնել իշխանափոխության, իշխանության բերել ընդդիմությունը։ Միացյալ Նահանգները տատանվում են, բայց մեծ հաշվով կգնան Իսրայելի ետևից այդ հարցում։ Մենք չենք կարող միջամտել, իմ եւ մեր կուսակցության կարծիքն է այն, որ Իրանի եւ Հայաստանի համար լավագույն ապագան կլիներ Իրանում Ռզա Փահլևի թագաժառանգի վերադարձը, բայց դա ընդհանրապես տարբերակներից մեկն է։ Ես ընդհանրապես ուզում եի ցույց տալ ձեզ այսօր, որ իրավիճակը անչափ փխրուն է, որ կառավարությունը չի հասկանում իրականությունը եւ բռնվում է բոլորովին սխալ տեղից, պղպջակներից, կեղտոտ փրփուրներից, թողնելով մեզ մեկնած բարեկամական ձեռքը Եվրամիության կողմից։ Եթե դուք համաձայն եք, բաժանորդագրվեք, եթե դուք ուզում եք լսել մեզ, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքը, անհամաձայնությունը կամ աջակցությունը, ես շնորհակալ կլինեմ, դա մեզ հնարավորություն կտա հանդիպել նորից։ Առայժմ այսքանը, ցտեսություն։